Բարև ձեզ, Բարև ձեզ։ ներկայացնում ենք սերունդներ կամրջող մշակութային ժառանգության պահպանման և դիմակայունության ամրապնդում ծրագիրը, ու մեզ անհրաժեշտ է, որ դուք մեզ հարցազրույց տաք, ու մեր խնդիրը հետևյալն է, մեր քաղաքի ստեղծման ավանդազրույցներից, այցյալում տեղի ունեցած հետաքրքիր իրադարձությունների կամ ծեսերի մասին կարող եք մեզ մի քիչ տեղեկացնել։ Իհարկե մեծ սիրով, այնքանով ինչքանով կարող եմ օգնել, շատ մեծ սիրով, սիրելի կինո։ Ուրեմն դուք ինչպես գիտեք, մեր Սպիտակը, մեր գողտրիկ քաղաքը գտնվում է Բազումի և Փամբակի լեռնալանջերի միջև։ Շատ գեղեցիկ, մեզ բոլորիս հարազատ քաղաք է, իհարկե իր գոյության ընթացքում լավ և վատ բաներ շատ է տեսել մեր քաղաքը, չեմ ուզում երկրաշարժի մասին խոսել, ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։ Մինչև 1948 թվականը Սպիտակը եղել է մի քիչ ավելի փոքր ծավալի բնակավայր և անվանվել է Համամլի։ Երկու վարկած կա, թե ինչու է այն կոչվել Համամլի։ Նախ առաջինը, որ այստեղ եղել են տաք աղբյուրներ, և երկրորդ, որ ռուս զինվորները այստեղ տաք ջրով լողացել են, այդ երկու վարկածն է։ Եվ մինչև 48 թվականը կոչվել է Համամլի, ապա նրանից հետո եղել է, ասենք, բնակավայր, այնուհետև դարձել է քաղաք 60-ական թվականներին և կոչվել է Սպիտակ։ Իսկ ինչու Սպիտակ, որովհետև դեպի Լեռնանցք գնացող ճանապարհի վրա կրաքարի հանքեր են եղել Սպիտակ, այդ պատճառով մեր քաղաքը կոչվել է Սպիտակ։ Ծաղկուն քաղաք է եղել, այժմ էլ ծաղկուն է, մենք մեր հույսը չենք կորցնում, մինչև երկրաշարժը քաղաքում գործել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, նույնը կարող ենք ասել նաև հիմա մեր քաղաքը ծաղկում է շնորհիվ ձեզ նման պտտող, բանիմաց, գեղեցիկ երիտասարդների։ Այդպես, և մեր քաղաքը հայտնի է իր լավ ավանդույթներով, բազմաթիվ ավանդազրույցներ կան, բազմաթիվ տեղեկություններ կան, օրինակ ես իմ ծնողներից, տատիկիցս, պապիկիցս, զգեստրայելիցս շատ լավ զրույցներ եմ լսել Սպիտակի մասին։ Սպիտակցիները հյուրասեր, ավանդապաշտ ժողովուրդ են, և գուցե Հայաստանի և ոչ միայն գյուղում այնպիսի ճոխահարսանիքներ, այդպիսի ուրախություններ չեն անում, ինչպես Սպիտակում, որովհետև մերոնք շատ ճոխ են, շատ հյուրասեր են, շատ հյուրընկալ են։ Սիրում եմ իմ քաղաքը, իմ հարուստ Սպիտակը, բայց ամենից շատ ես սիրում եմ Սպիտակի մարդկանց։ Այսօր մեր Սպիտակը ունի հրաշալի երիտասարդություն, և բացի երիտասարդներից մենք ունենք մարդիկ, ովքեր աշխատում են ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, ունենք դասախոսներ, բժիշկներ, գիտնականներ, բանվորներ, հարգարժան մարդիկ, պարզապես երեխաներ։ Շատ հաճելի է, օրինակ ես, անձամբ ես, որպես սպիտակցի, շատ հպարտ եմ, որ հենց ծնվել եմ Սպիտակում, որովհետև ամեն օր, երբ որ դու դուրս ես գալիս, տեսնում ես քո գողտրիկ քաղաքում օրավուր աճող շինարարությունը, օրավուր աճող շենքերը, օրավուր աճող մարդկանց կյանքի կենսամակարդակը, դու քեզ լավ ես զգում։ Սիրում ենք մեր Սպիտակը, և ես գիտեմ, որ դուք էլ եք սիրում մեր քաղաքը։ Իսկ որ խնդրենք, մեզ կպատմեք Սպիտակ քաղաքի ավանդազրույցներից որևէ մեկը։ Այնինչ ես լսել եմ իմ նախնիներից, կարող եմ ձեզ պատմել։ Ուրեմն 1820-ական թվականներին Պարսկաստանի Խոյ նահանգից այստեղ գաղթել են մարդիկ Պասկևիչի հետ միասին և եկել են հեռու ներքևում Չիչխանի վտակ ոչխարագետ ունենք մենք այդտեղ, ոչխարագետի մոտ կային քարափներ, և ես փոքր էի տեսել եմ այդ քարափները, քանի որ ջրին մոտիկ է եղել, այնտեղ բնակություն են հաստատել մի քանի եղբայրներ։ Այնուհետև, քանի որ ճանապարհներ են անցել այստեղով, տեսել են, որ հարմար է դիրքը, ասենք, կլիման մեղմ է, շատ շատեր այստեղ բնակություն են հաստատել, և արդեն կա ուրեմն տեղեկություն, որ 1835 թվականին արդեն 17 ազգություն, ոչ թե ազգություններ, այլ 17 տիպի ազգանուն կրողներ ապրել են Սպիտակում։ Բնիկներից են Այվազյանները, Սահակյանները, ուրեմն Հակոբյանները, Արղամանյանները, որոնք եկել են, հավանել են, տեղանքը մնացել են, այնուհետև մեր Սպիտակը այդպես շարունակել է, բարգավաճել է և դարձել է այսօրվա Հայաստանի ծաղկուն քաղաքներից մեկը, որը հայտնի է մեր հանրապետությունում իր լավ ավանդույթներով։
Շնորհակալություն։ Հմ,